Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահից լրագրողները հետաքրքրվեցին, արդյոք պատրաստվում են արտահերթ համապետական ընտրությունների, հաշվի առնելով, որ քաղաքացիական պայմանագիրը հոկտեմբերի 28-ի վարչության հերթական նիստում նախընտրական շտաբ է ձևավորել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստվում է հերթական ընտրություններին։ Կուսակցությունները կարող են շտաբի պետ նշանակել նույնիսկ ընտրությունների ավարտի հաջորդ օրը։ 5 տարվա ընթացքում օրինակ հաջորդ ընտրություններին պատրաստվելու համար քաղաքական ուժերը կարող են իրենց շտաբը կազմավորել, այսինքն կուսակցության ներքին կառուցակարգային որոշումները չեն կարող համապետական միջոցառման ակունքը լինել։ Այն, որ քաղաքական ուժերը պետք է ակտիվանան բացառապես ընտրությունները նշանակելուց հետո, Հովակիմյանը մոլորություն է որակում, պարզաբանելով քաղաքական ուժերի համար մինչև ընտրությունների նշանակումը սահմանափակումներ չեն գործում։ Միջակայքը մոտ 60 օր պլյուս է, այսինքն արտահերթ ընտրությունների կազմակերպման համար կա օրենսդրությամբ սահմանված ժամկետ, եթե նման պրոցես լինի, նման, այսպես ասենք, իրավիճակ լինի, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական համակարգը համոզված է պատրաստ է լինելու։ Արտահերթ ընտրությունների հնարավորությունը հերքեց նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, մանրամասնեց, կուսակցությունից եղել են անձինք, որ օգոստոս-սեպտեմբերին խոսել են արտահերթ ընտրությունների մասին։ Դա քննարկվել ու գնահատվել է։ Անդրադարձավ նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության շտաբի ձևավորմանը, որի պետը ինքն է նշանակվել։ Մենք գնահատել ենք, որ դրա կարիքը չկա եւ ուրեմն գնում ենք հերթական ընտրությունների, խնդրում եմ ավելորդ ինտրիգներ չփնտրել, շտաբի ձևավորումը կապված է այն բանի հետ, որ առաջին անգամն է իշխանությունը ուզում է առանց տարբեր հարցերում ցայտնոտների, շտապողականության ճիշտ կազմակերպի իր աշխատանքը։ Հարությունյանը անդրադարձավ քննադատություններին, թե կառավարող ուժը կալանավորում է այն քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, որոնք 26-ի ընտրություններում կարող են իրենց մրցակիցը լինել։ Բոլոր նրանք, ովքեր հանցանք են գործում, լինի դա ընդդիմություն, իշխանություն, հայտնվում են համապատասխան տեղերում կամ հարուցվում են համապատասխան վարույթներ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով իշխանությունը խոսքի համար չի կալանավորում, ընդգծեց գործադիրը կալանավորելու որևէ գործառույթ չունի էլ։ Իրավապահները կալանավորում են քրեական օրենսգրքի հոդվածներով նկարագրված իրավիճակներում։ Ճեպազրույցի ընթացքում չշրջանցվեց նաև եկեղեցու շուրջ կատարվող իրադարձությունները։ Գարեգին Բ-ին վեհարանից հեռացնելու գործընթացի մի մասն են Հովանավանքում մատուցվող պատարակները, ասաց Հարությունյանը։ Հենց այդ եմ նշում, որ Կտրիչ Ներսիսյանի գործունեությունը եւ շարունակումը հարվածում է հայ առաքելական եկեղեցի։ Արդյոք Գարեգին Բ-ին հեռացնելու ճանապարհը ուղեկցվելու է ճնշումներով։ Վարչապետը շատ հստակ արտահայտվել է այս ամենի մասին եւ ասել է, որ ինքը որպես իշխանություն չի հանդես գալիս այս գործընթացում, այլ հավատավոր քրիստոնյա, այստեղից բխող բոլոր արդյունքներով։ Արայիկ Հարությունյանը վերհիշեց նաև իր եւ Գարեգին Բ-ի առաջին հանդիպումը 2020-ին, որից շատ վատ տպավորություն է ստացել։ Հանդիպման նպատակը եղել է հայոց պատմության եւ հայ եկեղեցու պատմության դասագրքերի խնդրի քննարկումը, այնինչ Գարեգին Բ-ն թեման շրջանցել ու Հարությունյանին մեղադրել է եկեղեցու դեմ արշավի համար։ Ասացի մի օրինակ կարող եք բերել։ Ասեց այո, կարող եմ բերել, կանչեց իր օգնականին, ասեց հələ մի հատ այն թուղթը բեր։ Այդ օգնականը բերեց թուղթը, ասում է գիտես, դու կազմակերպել ես մի միջոցառում, որի ընթացքում կռնակիտ, այսինքն մեջքին, նստացրել ես մի կարգալույծ քահանայի, ասում եմ մեղա քեզ Տեր Աստված, ես ոչ մի կարգալույծ քահանա չեմ ճանաչում, հոգևորական, ասում է չէ, ճանաչում ես, դու կազմակերպել ես, ասում եմ իսկ կա ապացույց որևէ, որ ես այդպիսի բան եմ արել։ Ցուցադրում եմ մի նկար, որտեղ հոդված 3-ում ինձ եւ Սուրեն Պապիկյանին, որը այն ժամանակ ՏԿ նախարար էր, հրավիրել են, չեմ հիշում արդեն ինչ թեմայով քննարկման, վերաբերում էր հանրակրթությանը, նստացրել են առաջի շարք եւ ում վրա ինքը ցույց է տալիս, նստած է հետևի շարքում մի տեղ, որը կապ չունի ոչ ինձ հետ, ոչ Սուրեն Պապիկյանի, ասում է դու միջոցառում ես կազմակերպել եւ այսպիսի շարան եւ այս մարդիկ, այս բարքերով, այս ստով, այս կեղծիքով այն ժամանակ նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ ստեղծում էր մթնոլորտ
եւ ուներ պապկա, որի մեջ դրված էր այդ կեղծիքը եւ այդ կեղծիկով ինքը սրբազաններին, մյուս հոգեվորականներին կերակրում էր։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արկա քննարկումները Հարությունյանի որակմամբ ինտենսիվ են։ Դրանք վերաբերում են շատ տարբեր հարցերի, ասենք օրինակ, սահմանազատման, սահմանագծման օրակարգով Պան Գրիգորյանն է իր ուղղությամբ աշխատում, արտաքին գործերի նախարարությունը համապատասխան իրենց օրակարգով աշխատում, անվտանգության խորհուրդը եւ Արմեն Գրիգորյանը իր գործընկերոջ հետ է աշխատում, գնեն հումանիտար հարցեր, մնացած բոլոր հարցերը, օրակարգները, երբ որ արդյունքները լինում է, մենք դրա մասին խոսում ենք եւ կարծում եմ, որ այն տեմպը, որ կա Հայաստան-Ադրբեջան գործընթացում, հարաբերություններում վատը չէ։ Երկկողմ շփումներում խաղաղության պայմանագրի ստորագրման հարցն անընդհատ կա, ավելացրեց Հարությունյանը։ Նա պատասխանելով լրագրողների հարցին ասաց, համաձայն է վարչապետի դիտարկմանը, որ անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ։ Մերի Խաչատրյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։